հստակ ներկայացնեն, կարծում ենք, որ դա էլ որոշակի ազդեցություն կա։ Կան դատավորներ, որ ընդհանրապես չեն ներկայացնում, իրենք գիտեն իրենցից ինչ է սպասում եւ փակ աչքերով անում են։ Հիմա այստեղ իրականում ավելի մեծ սահմանափակումներ կիրառվեց, եթե օրինակ նախկինում ինքը ավելի մեծ մասշտաբի շփման հնարավորություն ուներ, հիմա կոնկրետ սահմանափակված է այդ շփումը մի քանի օգու հետ, այսինքն նաև սա պետք է դիտարկենք, որ իրենց համար գուցե սա ավելի լավ իրավիճակ է սահմանափակումների մակարդակը, քան օրինակ կալանքի պարագայում է, բայց այնուամենայնիվ եկեք դրական քայլ դիտարկենք սա եւ փորձենք հետագայում նաև հենց այդ ուղղությամբ գնալով փորձել նաև սրանից ազատվել, այնպես որ միայն բացասականը չգնահատենք, այսօր ունենք դրական քայլ եւ այս դրական քայլը պետք է արձանագրենք ու հուսանք, որ հետագայում հենց այս նույն ինչպես պարոն Զորաբյանը նշած, նույն այդ արտաքին ճնշումների եւ նաեւ այս հրապարակումների արդյունքում գուցե ինչ-որ պահի հասնենք նաեւ լիարժեք արդարության, որ արդարացվի եւ ամեղությունը հաստատվի։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում դատավորի վերջին հարցադրումը, թե արդյոք 2 տարին բավական չէ, որ 2 տարի 6 ամիս ժամկետ է պահանջում դատախազությունը, արդեն իսկ չի հուշում, որ դատավորները այսպես թերահավատ են բողոքի հիմքերի հարցում եւ գուցե հռետորական էր այս հարցը իրականում։ Բավարար ասում եմ, որ դատախազները նույնիսկ գիտեն, որ իրենց բողոքը ընդհանրապես բավարարման շանս ու հնարավորություն չունի, որովհետեւ այստեղ իրավաբանություն չկա, այստեղ պարզ փոքրիկ տրամաբանություն է, խոսքը գնում է ակնհայտության մասին, այսինքն որևէ մեկը չի կարող ընդհանրապես ասել, որ 2 տարի 6 ամիսը եւ 2 տարին իրար հետ համակցության մեջ ակնհայտորեն սա մեղմ է թե ծանր է։ Այստեղ ակնհայտ բառը չկա, իրան կարող են ասել մեղմ եւ ծանր, բայց ակնհայտ չի, որովհետեւ 2 տարի թե 2-6, բայց այստեղ այլ իրավիճակ ունենք, այնտեղ կան այլընտրանքային ոչ ազատություն զրկելու հետ կապված պատիժներ, որոնք որ եթե դրանցից բացի հենց ամենածանրն է կիրառվել ազատազրկումը, այս դեպքում ասել որ ամենաակնհայտորեն մեր պատիժը նշանակել, սա ուղղակի աբսուրդ է եւ ըստ այմ իրենք սրա մասին գիտեն, հարցի պատասխանել չկար, այնպես որ սա կարծում եմ ինչ որ մարտավարական առումով ներկայացած բողոք։ Եվ միջազգային պրակտիկայի մասին հնչեց պարոն Զորաբյան եւ պարոն Սարգսյան, միջազգային պրակտիկան ինչ է ցույց տալիս կոնկրետ ծիսակատարությունների մասնակցելու հարցի առնչությամբ։ Ես չգիտեմ, հերթը կարող եք անդրադառնալ։ Մենք չենք կարող բնականաբար նման նաև նախադեպ կարող է չգտնենք, երբ որ երկրի վարչապետը հենց ուղիղ դրոշը ձեռքը վերցած հակաեկեղեցական շարժում է գլխավորում, ես նման նախադեպ չգտնենք, եթե ոչ գնանք երևի Պապ Թագավորի ժամանակահատվածը եւ այդ առումով բնականաբար կդժվարանամ ասեմ, բայց Հայաստանում այդ պրակտիկան կա, ես արդեն նշեցի, վերջերս նույնիսկ 1 ամիսը չի լրացել այդ դեպքից, երբ դատարանը տնային կալանքի տակ գտնվող քահանային թույլատրեց կիրակի օրերին մասնակցել անմահ եւ սուր պատարագների։ Այսինքն այդ նախադեպը մենք ունենք, ինչևէ, տեսեք, բոլոր դեպքերում Միքայել Սրբազանը գոնե իր տանը կգտնվի, վիրահատությունից եւ հիվանդանոցից դուրս գալուց հետո գոնե իր տանը կգտնվի, բնականաբար արդեն իր առօրյայով եւ մենք այստեղ կարծում եմ փոքրիկ առաջընթաց ունենք։ Մենք դեռևս մեր վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ եւ որ այս մասով բնականաբար քաղաքական ճնշում կա, չենք փոխել, այդ վերաբերմունքը կայ պահպանվում է, եթե ամփոփենք մեր հարց ու պատասխանը, այս փոփոխությունը համարում ենք, այս դրական փոքրիկ տեղաշարժը համարում ենք ընդհանուր հանրային եւ կարծում եմ նաեւ միջազգային կառույցների չերևացող ճնշումների արդյունք, որովհետեւ հասկացան, որ ակնհայտ պարզ երևում է, որ այստեղ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, հաջորդի բնականաբար խնդիրներին կանդրադառնանք ըստ դրանց տեղատարափի։ Պարոն Սարգսյան, հավելելու բան ունեք այս առումով։ Մենք ասեմ, որ դա սահմանադրական իրավունք է եւ ավելի բարձր շեմ ունի, հետեւաբար այդ իրավունքի պահպանման համար պետք է միջոցներ ձեռնարկվի։ Այն որ ասում է, որ օրենքով նման կառուցակարգ չկա, օրենքով կառուցակարգ չլինելը չի նշանակում, որ իրավունքի խախտում պետք է լինի, հենց իրավունքը պետք է առաջնային լինի, եւ եթե օրենքում չկա նման սահմանում, հետեւաբար արգելքել չկա եւ դատանը պետք է այդ իրավունքը ապահովի իր թույլտվությամբ։ Այստեղ կարծում եմ օրենսդրական որևէ խնդիր չկա եւ այդ իրավունքը կարող է եւ պետք է ապահովի։ Շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, իրադարձությունների ընթացքին կարող եք հետևել 168 թեմի կայքեջում եւ համանուն YouTube-յան ալիքներում, մնացեք խաղաղությամբ։